Ձեր խոսքից եմ ուզում սկսել։ Մի այդ վճիռը քարորիա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ վերջինը, նոր ակտեր կլինեն։ Ինչ է փոխում այս վճիռը հայ-ադրբեջանական օրակարգում սրանք։ Այս վճիռները կարծում եմ կարևոր արձանագրումներ են իրականացնում եւ արտացոլում են պատմական եւ իրավական ճշմարտությունը անկախ դիվանագետների, քաղաքական գործիչների ցանկություններից եւ շահերից մենք ունենում ենք արձանագրում փաստերի մակարդակում եւ ինչու ոչ գնահատականներ, որոնք այլևս վերջնական են, բացարձակ են, բեկանելի չեն եւ ցանկացած դատական ակտ իրավական ուժից զատ ունի նաեւ ազդեցություն քաղաքական process-ների վրա եւ մեր գնահատմամբ այս դատական ակտերը մեծ ազդեցություն են թողնելու նաեւ արտաքին քաղաքական հարաբերություններում եւ ինչու ոչ փոփոխվում է պատկերը նաեւ միջազգային հանրությունում, քանի որ ակտիվ դիվանագիտական ջանքերի շնորհիվ ադրբեջանական կողմը միակողմանի տեղեկություններ է տրամադրում եւ բազմաթիվ երկրներ չտիրապետելով իրավիճակին կարող են հակվել պաշտոնական դիրքորոշումների զրկված լինելով ինքնուրույն փաստեր ստուգելու գնահատականներ ձևավորելու հնարավորությունից այս դատական ակտերը հնարավորություն են որպիսի նաեւ անտեղյակները հենվեն օբյեկտիվ տեսակետների վրա կոնֆլիկտի առնչությամբ իրենց պատկերացումները ձևավորելու համար։ Նոր ակտեր նկատի ունեք քարորիայի առնչությամբ։ Այս պարագայում այո նկատի ունեի քարորիայինը, քանի որ քարորիա պատերազմի ընթացքում մենք ոչ թե ունեցել ենք իզոլացված պատերազմական հանցագործությունների դեպքեր, այլ օրինաչափ վարքագիծ, ահաբեկող պրակտիկա եւ մեր փաստաբանական թիմը փաստագրել է բոլոր խախտումները եւ յուրաքանչյուր խախտման առնչությամբ ներկայացվել են գործեր միջազգային դատական ատյաններին նշեմ որ մենք ունեցել ենք նաեւ այլ գլխատման գործեր ունեցել ենք տարեցների սպանություն եւ ինչու ոչ դիերի անդամախեղումներ իհարկե ես չեմ խոսում մարտական գործողությունների հետևանքով հրետակոծությունների արդյունքում բնակչությանը պատճառված վնասներին, այդ թվում մարդկային վնասներին, մենք խոսում ենք այն միտումնավոր հանցագործությունների մասին, երբ ադրբեջանական զինված ուժերը իրենց վերահսկողության ներքո ունենալով էթնիկ հայերի կատարել են ծանրագույն ոճրագործություններ հենց հակամարտության շրջանակներում։ Բաքվում են հայ գերիները, նախկին ղեկավարությունը, Արցախից էլի գերեվարված մարդիկ, նրանք որոշեցին դատավճիռները բողոքարկել Բաքվում, բայց անհասկանալի է կամ գրեթե հույս չկա, թե ինչով կարող է այն ավարտվել եւ ինչ է տալիս ընդհանրապես այդպիսի որոշում։ Մենք շատ հետաքրքիր իրավիճակի ենք ականատես լինում, երբ միջազգային ատյանները խոսում են ադրբեջանական պատերազմական հանցագործությունների մասին, սակայն Ադրբեջանը սեփական հանցագործների արդյունավետ քննությունը իրականացնելու փոխարեն անմեղ մարդկանց պատերազմական հանցագործությունների կեղծ մեղադրանքներով ներկայացնում է դատարան կազմակերպում է մի process, որտեղ նվազագույն չափորոշիչները պահպանված չեն եւ կրկին միջազգային հանրությանը փորձում է հրամցնել միակողմանի իրականություն։ Մենք անկեղծորեն սպասումներ չունենք, առհասարակ բոլոր գործընթացները դիտարկում ենք կանխակալ քաղաքական կողմնորոշման եւ ոչ արդյունավետ, ուստի իրավունքների պաշտպանությունը տեսնում ենք հենց միջազգային ատյաններում նշեմ, որ թե 15-ի դատավարությամբ եւ թե Ռուբեն Վարդանյանի գործով տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ եւ մենք ապագայում ունենալու ենք դատական գործընթացներ, որոնք առնչվելու են Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունների։ Մենք այս մասին մեկ անգամ եւս խոսել ենք, բայց Բաքուն առանց առևտրի չի գնա այս խնդրի հանգուցալուծման։ Միանշանակ Բաքվի իշխանությունները կարծում եմ մարդասիրական խնդիրները դարձրել են պատանդային դիվանագիտության առարկա եւ հայ պատանների խնդիրը որպես լծակ են օգտագործում Հայաստանի իշխանությունների հետ փոխհարաբերություններում այստեղ
գործարքային ակնկալիքներ գոյություն ունեն, սակայն իմ գնահատմամբ, երբ ինտենսիվանա միջազգային ճնշումը, լինեն դատական ակտեր, սա անխուսափելիորեն ազդելու է նաև բանակցային գործընթացի վրա, որտեղ այո կա այդ սակարկությունների տարր է։ Իսկ որևէ ազդեցիկ միջամտություն այստեղ հավանական համարում եք։ Իմ գնահատմամբ կարող է լինել ինչպես քաղաքական ազդեցություն, երբ միջազգային գործընկերները դիտարկեն իրական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, այսինքն քաղաքական դիրքորոշումներից, հայտարարություններից անցում կատարեն կոնկրետ գործողությունների եւ կոչերն ապահովող պատժամիջոցների համակարգ կիրառեն, տեսնում եմ այս քաղաքական միջամտության հնարավորությունը եւ ինչու ոչ նաեւ իրավական միջամտություն, երբ միջազգային դատական ատյանները ուղղակի կապալեգիտիմացնեն այդ դատական գործընթացը, դատական ակտերը, այն չճանաչելով, այն որակելով որպես անարդար եւ արդարացիության սկզբունքները խախտող գործընթաց։ Այսինքն մենք ունենք ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական ուղիներ։ Հիմա Հայաստանի ներսի մասին, Սիրանուշ, հետընտրական գործընթացը մտել է սահմանադրական դատարան։ Այստեղ ավարտվում է այդ գործընթացը, թե շարունակություն է ենթադրում։ Ինձ համար դժվար է կանխատեսումներ կատարելը, քանի որ դա կախված է հենց քաղաքական ուժերի դիրքորոշումից եւ հետեւողականությունից, ընդ որում կարևոր է հասկանալ, թե պայքարը լինելու է քաղաքական, թե իրավական ճանապարհով, բայց նշեմ, որ նույն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում կից արձանագրություններով պաշտպանվում է նաեւ ազատ ընտրվելու իրավունքը, հատկապես պարլամենտական ընտրությունների շրջանակում ներկայացական մարմին ձևավորելիս, եւ մենք տեսնում ենք ընդհանուր մինչև միջազգային ատյաններին դիմելու հնարավորություններ, սակայն ինչ չափով քաղաքական ուժերը կօգտվեն այդ հնարավորությունից, կգնան քաղաքական թե իրավական պայքարիղով, կարծում եմ սա հենց քաղաքական ճաշակի հարց է։ Դա երևի դա կախված է նաև թե ինչ փաթեթով են գնացել սահմանադրական դատարան։ Իհարկե, այստեղ եւ սահմանադրական արդարադատության առարկան նշանակություն ունի եւ ինչու ոչ ընդհանուր ընտրական գործընթացի կազմակերպումը։